Լրագրողների հետ հանդիպմանը Ալիևը անդրադարձել է նաև ՀԱԵԿ-ի գործունեությանը, ընդգծելով, որ ներկապահին այն Հայաստանի էներգետիկայի հիմնական աղբյուրն է։ Ալիևը միաժամանակ հայտարարել է, որ կայանը հնացած է, որ ատոմակայանի շահագործման ժամկետը հնարավոր չէ անվերջ երկարաձգել եւ այն վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար, նշելով, որ փակման դեպքում Հայաստանը կարող է բախվել լուրջ էներգետիկ ճգնաժամի։ Ալիևը նաև հայտարարել է, որ էլեկտրամատակարարման լրացուցիչ աղբյուր ունենալը ձեռնտու կլիներ Հայաստանին, ապա նա հավելել է, որ Բաքուն ակնկալում է, որ հայկական կողմը չի ձգձգի այս հարցի լուծումը։ Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի կյանքի կոչումը վաղի մի երազանք է, որը քայլ առ քայլ իրագործվում է։ Ադրբեջանական լրատվամիջոցների հետ հարցազրույցում Ալիևը սկսել է գլուխ գովել ու պարծենալ, թե այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը Բաքվի նախաձեռնությունն է։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է նաև, որ արդեն պատրաստ է Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծերի կառուցման նախագիծը։ Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Ալիևի վերջին հայտարարություններին արձագանքել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Արման Եղոյանը։ Падգամավորը նշել է, որ ստորագրված փաստաթղթերում նման արտահայտություն չկա եւ փաստարկի ու հակափաստարկի հարց էլ ընդհանրապես չկա։ Կան ստորագրված փաստաթղթեր, հայտարարություններ, նույնիսկ նախաստորագրված համաձայնագրի նախագիծ եւ այդ բոլոր փաստաթղթերում որևէ տեղ չեք հանդիպի Զանգեզուրի միջանցք արտահայտությանը, նման բան չկա։ Քաղաքական խոսույթի մակարդակում շատերը շատ բան կարող են ասել, մենք էլ ենք ասում, որ նման հասկացություն, նման տերմինով ենթակառուցվածք մեր հանրապետության, Հայաստանի հանրապետության տարածքում գոյություն չունի։ Հայաստանի հանրապետության տարածքում գոյություն ունի TRIP նախագիծը, որի տակ դրված է նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը, ԱՄՆ նախագահի ստորագրությունը, Հայաստանի վարչապետի ստորագրությունը, դրան հաջորդել են այլ փաստաթղթեր, այդ թվում եւ օրեր առաջ հրապարակված էլի եռակողմ համատեղ հայտարարությունը օգոստոսի 7-ի համաձայնության մեկամյակի առիթով եւ այնտեղ էլի չկա այդ արտահայտությունը։ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավարը ճեպազրույցում ասել է, թե տեղեկություններ ունեն, որ Ադրբեջանից մասնագետներ են եկել Մեղրիի տարածաշրջան, մինչդեռ իշխող թևից արձագանքել են, թե տեղյակ չեն Ադրբեջանից էներգետիկ ոլորտի մասնագետներ այցելել են Հայաստան, թե ոչ, բայց չեն էլ բացառել, որ նման այց է եղել, քանի որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում կողմերը պետք է համատեղ տեխնիկական աշխատանքներ կատարեն։ Իդեպ այդ լուրը օգոստոսի 11-ին Ալիևը բարձրաձայնել է, ըստ որի TRIP-ի շրջանակում ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են կատարել Հայաստանի տարածքում եւ որոշել այն վայրերը, որտեղ կարող են տեղադրել էլեկտրահաղորդման գծերի հենարանները։ Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի մեկամյակի կապակցությամբ Միացյալ Նահանգների մայրաքաղաքում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի փոխարտգործնախարարների եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի քաղաքական հարցերի տեղակալի եռակողմ հանդիպումը։ Իրադարձության կարեւորությունն ու նշանակությունն ընդգծող հանդիպման ընթացքում քննարկվել են արդեն իսկ արձանագրված դրական զարգացումներին, տարածաշրջանում ենթակառուցվածքային ծրագրերին եւ վստահության ամրապնդման միջոցառումներին վերաբերող հարցեր։ Կողմերը շեշտել են առկա հումանիտար խնդիրների հասցեագրման կարեւորությունը։ Խորհրդարանում քննարկումներն, ասենք այսպես, տխուր չեն անցնում։ Ընդդիմադիր падգամավորների ելույթի ընթացքում, երբ նա կաթողիկոսին վերաբերող թեմային է անդրադարձել, բարի ուղիղ իմաստով աղմուկ խաղաղակն է իշխել դահլիճում։ Իշխանական խմբակցությունից ծեծել են սեղանները, իսկ ընդդիմադիրները զուգահեռ ծափահարություններով են համեմել մթնոլորտը։ Բրավո, քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Շատ լավ, եկեք խաղանք ես խաղը, քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը, ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին երկրորդն է։ 9-րդ գումարման ազգային ժողովի առաջին նստաշրջանում շարունակում է քննարկվել մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը։ Քաղաքացիական պայմանագիրը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը։ Դեռ 3 քննարկումների ժամանակ Ջուլհակյանը հայտարարել է, որ Սահմանադրության նախաբանը չի պարունակելու հղում անկախության հռչակագրին։ Այսօր էլ իշխանությունն ու ընդդիմությունը կրկին անդրադարձել են այսպես կոչված դրսից պարտադրված հանրաքվեի օրակարգի մասին հարցին։ Այո, այլընտրանքային խափանման միջոցներ են արդեն նախատեսված եւ դա նախատեսել ենք մենք մեր ընդունած նոր քրեական դատավարության օրենսգրքով եւ նաեւ մենք ենք եղել
այն քաղաքական ուժի ներկայացուցիչները, որոնք տարիներ շարունակ մեր դժգոհությունը, մեր բողոքն ենք ներկայացրել քննչական մարմիններին, դատախազությանը, որ այդ այլընտրանքային խափանման միջոցները չեն կիրառվում այն չափով, որով որ պետք է կիրառվեն։ Խորհրդարանը քննարկել է ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի հարցը։ Ուժեղ Հայաստան խմբակցությունը առաջադրել է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը։ Իր ելույթում որպես հանձնաժողովի նախագահի թեկնածու Ֆարմանյանը ընդգծել է, որ իրեն խիստ անհանգստացնում է Հայաստանի պետական պարտքի աճը, որը վերջին տարիներին ավելացել է։ Շատ-շատերը հնչեցնում են մեր գործընկերները, որ համախառն ներքին արդյունքը կրկնապատկվել է, պետական բյուջեն կրկնապատկվել է, շատ ճիշտ է, համաձայն ենք։ Բայց սրա տակ նաև պետք է բացասական կողմերին անդրադառնանք։ Որքան է թանկացել պետական պարտքի սպասարկումը։ Վերջին տարիներին միայն տոկոսների սպասարկման ուղղված ծախսերը կազմում են պետական բյուջեի ընդհանուր ծախսերի 10%-ից ավելին։ Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, 2 անձ կալանավորվել է։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի քաղաքացի հանդիսացող անձը օտարերկրացիների հետ համաձայնությամբ մաքսանենգությամբ Հայաստան է տեղափոխել առանձնապես խոշոր չափերի մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Բացի այդ, 2026-ի հունվարի 17-ից մինչև ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում ձեռք են բերել մեթադոն եւ մարիխուանա տեսակների թմրամիջոցներ եւ վաճառել դրանք։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, նշված է քննչական կոմիտեի հաղորդագրությունում։ Հանրապետության ողջ տարածքում շարունակվում են հատուկ միջոցառումները հասարակական կարգի եւ հանրային անվտանգության ապահովման նպատակով։ Դրանց շրջանակում ուժեղացվում է վերահսկողությունը հանցավոր հակումներ ունեցող անձանց եւ նրանց հավաքատեղիների նկատմամբ։ Շրջայցերի եւ ստուգումների արդյունքում ոստիկանություն են ներկայացվել շուրջ 150 նախկինում դատապարտված եւ հանցավոր հակումներ ունեցող անձինք։ Հայտնաբերվել են նաեւ թմրամիջոցներ, զենք եւ զինամթերք։ Ոստիկանությունը հայտնում է, որ նման միջոցառումները պարբերաբար շարունակվելու են։ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի առաջարկից հետո Ուկրաինան դադարեցրել է Նովորոսիսկում գտնվող Կասպիան խողովակաշարերի կոնսորցիումի տերմինալն օգտագործող լցանավերի վրա հարվածները։ Ըստ հրապարակման Միացյալ Նահանգները մտահոգված է, որ ուկրաինական հարվածները ավելի են անկայունացնում նավթի շուկան եւ վնասում ամերիկյան ընկերությունների շահերին։ Պարբերականը գրում է, որ Կիևը ի վերջո համաձայնել է չհարվածել այն նավերին, որոնք չեն պատկանում Ռուսաստանին, չեն ենթարկվում ուկրաինական պատժամիջոցներին եւ չեն տեղափոխում ռուսական նավթ կամ այլ ռուսական բեռներ։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին վկայաբերելով Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ուսումնասիրությունները հայտարարել է, որ Մոսկվան կարող է աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո նոր զորահավաք անցկացնել եւ հավելել, որ այդ փաստը հաստատվում է նաեւ ռուսական ներքին փաստաթղթերով։ Պուտինի ծրագիրը բարդ չէ։ Նա ցանկանում է ստեղծել տպավորություն, որ ռուսները աջակցում են պատերազմին։ Բոլոր կուսակցությունները, որոնց ներկայումս թույլատրվում է մասնակցել ընտրություններին այս կամ այն կերպ, դեմ են խաղաղությանը։ Նա նախատեսում է այսպես կոչված ընտրություններից հետո տարվա վերջին անցկացնել մի քանի 100,000 ռուսների լրացուցիչ արագ զորահավաք։ Սա լրում են պայմանագրային զինծառայողների հավաքագրման, որը նրանք փորձում են իրականացնել։ Մենք պատրաստվում ենք Ռուսաստանի համար հնարավորինս դժվարացնել այդ ծրագրերի իրականացումը։ Ես համապատասխան խնդիրներ եմ դրել մեր հետախուզության եւ ուկրաինական հատուկ ծառայությունների առջև։ Ռուսական զինուժը Զապորոժիեի վրա իրականացված հարձակման ընթացքում հյուսիսկորեական արտադրության բալիստիկ հրթիռներ է կիրառել։ Հրթիռակոծության ընթացքում 6 մարդ է մահացել, 19 վիրավորվել։ Ուկրաինայի նախագահ Զելենսկու տեղեկացմամբ Հյուսիսային Կորեայից ստացած սպառազինությունից բացի Զապորոժիեի դեմ հարձակման ընթացքում ռուսական կողմը նաև հեռակառավարվող ավիացիոն ռումբեր եւ ցիրկոն տեսակի հրթիռներ է կիրառել։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ՆԱՏՕ-ն ներթափանցում է Ասիա խաղաղ օվկիանոսյան տարածաշրջան, իսկ արևմուտքի կողմից այնտեղ նոր սպառազինությունների տեղակայումը սպառնալիք է Ռուսաստանի համար։ Նրա խոսքով Ճապոնիան Ռուսաստանը ներառել է իր հիմնական սպառնալիքների շարքում եւ պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի նկատմամբ։ Պուտինը նշել է, որ Ռուսաստանը Ճապոնիային չի սպառնում եւ տարածքային պահանջներ չունի։ Ռուսաստանի նախագահը զգուշացրել է, որ ռուսական առևտրային նավերի սահմանափակման կամ արգրավման դեպքում Մոսկվան պատասխան քայլեր կձեռնարկի, այդ թվում Խաղաղ օվկիանոսում։
Ռուսաստանը հայտարարել է, որ խստացնում է միգրացիոն վերահսկողությունը անօրինական ներգաղթին եւ կեղծ գրանցումներին հակազդելու համար։ Օրենքը խախտած միգրանտների նկատմամբ կարող են կիրառվել տուգանք, արտաքսում, մուտքի արգելք կամ ազատազրկում։ Միգրանտների կեղծ գրանցման համար նախատեսվում է մինչև 500,000 ռուբլի տուգանք, հարկադիր աշխատանք կամ մինչև 3 տարվա ազատազրկում, իսկ անօրինական միգրացիայի կազմակերպման համար մինչև 5 տարվա ազատազրկում։ Վրաստանի վարչապետ Կոբախիձեն Թբիլիսիում հրավիրված ասուլիսի ժամանակ փորձել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին դիվանագիտական այբուբեն սովորեցնել կոնկրետ օրինակով։ Նա հրաժարվել է Ռուսաստանը թշնամի պետություն որակել։ Վրաստանի վարչապետի պնդմամբ նախկին իշխանությունների ներկայացուցիչների նման քայլերն են հանգեցրել 2008-ի օգոստոսյան պատերազմին։ Այլ պետությանը հրապարակավ թշնամի անվանելը հռետորական հնարք լինել չի կարող։ Դրան հետևում են կոնկրետ արտաքին քաղաքական հետևանքները։ Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորումը մեր առաջնահերթությունների թվում է։ Հուսով ենք, որ դա հնարավոր կդառնա քաղաքական փոփոխությունների շնորհիվ։ Հունգարիան նոր նախագահ ունի, երկրի խորհրդարանը նախագահի պաշտոնում ընտրել է 73-ամյա իրավաբան Գերագույն դատարանի նախկին նախագահ Անդրաշ Բակային, նորընտիր նախագահը հայտնի է երկրի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի հանդեպ սուր քննադատական մոտեցումներով։ Հիշեցնենք, Հունգարիայի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել երկրի սահմանադրության մի շարք դրույթների փոփոխություններից հետո։ Սահմանադրական փոփոխությունների արդյունքում նախկին նախագահ Տամաշ Շույոկի լիազորությունների ժամկետը կրճատվել էր։ Ընթացիկ տարվա հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 128,824,4 տոննա հաց։ Նախորդ տարվա համեմատ արձանագրվել է 1,1%-ով նվազում։ Միևնույն ժամանակ այլուրի արտադրությունը աճել է 4,2%-ով, ձավարեղենի արտադրությունը նվազել է 0,2%-ով, մակարոնեղենի արտադրությունը աճել է 25,3%-ով, իսկ հրուշակեղենի արտադրությունը նվազել է 1,7%-ով։ Այս տարվա հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 12,019,7 տոննա պանիր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտադրության ծավալը նվազել է 2,9%-ով։ Միևնույն ժամանակ կարագի արտադրությունը աճել է 13,2%-ով, ինչպես նաև կաթի արտադրությունը ևս նվազել է 31%-ով։ Պաղպաղակի արտադրությունն էլ նվազել է 4,7%-ով։ Հայաստանում այս տարվա հունվար-հունիսին արտադրվել է 30,831,9 լիտր հանքային ջուր։ Նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշը աճել է 18,7%-ով։ Միևնույն ժամանակ բնական ջրերի արտադրությունը աճել է 28%-ով։ Ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունը աճել է 24,5%-ով, իսկ մրգահյութերի եւ բանջարահյութերի արտադրությունը աճել է 10,2%-ով։ 2027-ի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառությունը սահմանափակող նոր պահանջները։ Արգելվելու է առևտրի եւ հանրային սննդի ոլորտում պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների, ինչպես նաեւ մի շարք մեկանգամյա օգտագործման պլաստիկ եւ փրփրապլաստե արտադրատեսակների, տարաների, ափսեների, բաժակների, կափարիչների, գդալների, պատարակաղների, դանակների եւ ձողիկների վաճառքն ու առկայությունը։ Օրենսդրությամբ սահմանված են նաեւ որոշ բացառություններ եւ վարչական պատասխանատվություն։ Տնտեսվարողներին հորդորվում է նախապես համապատասխանեցնել իրենց գործունեությունը նոր պահանջներին։ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացված արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հայ դպրոցականները 2 բրոնզե մեդալ են նվաճել։ Օգոստոսի 2-ից 8-ը 120 երկրի ներկայացուցիչների պայքարում մեր ընտրանին զբաղեցրել է 5-րդ տեղը, առաջ թողնելով միայն Նոր Զելանդիայի, Հոնկոնգի, Պուերտո Ռիկոյի եւ Իսպանիայի թիմերին։ Օլիմպիադան անցկացվել է 3 փուլով տնային, թիմային եւ անհատական առաջադրանքներով։ Օգոստոսի 12-ին Մաշտոցի Պողոտա Արամի փողոցի խաչմերուկում բախվել են Աուդին ու Լադա Պրիորան։ Աուդին դուրս է եկել է երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին բախվելով Չարենցի տուն թանգարանի պատին։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, Աուդիի վարորդը եղել է ոչ սթափ, տևական ժամանակ փորձել է պարեկներին մոլորեցնել ու սթափության թեստ չհանձնել։ Բարեբախտաբար տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել եմ ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի բարեկները, գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Դավիթ
Նիկողոսյանի գլխավորությամբ։ Օգոստոսի 11-ին Կապանի Բաղաբերդ թաղամասում բախվել են Հովոկը Չոբերնատարը, Գազելն ու Օփել Զաֆիրան, ինչի հետևանքով վերջինը բախվել է քարե պատնեշին։ 7 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Կապան բժշկական կենտրոն։ Ի դեպ Գազելը սպասարկում է Սյունիք գյուղ Կապան քաղաք երթուղին ու եղել է կայանված։ Եվ Նուբարաշենից Բարձրաշեն տանող ճանապարհն արդեն բաց է։ Նախկինում անբարեկարգ վիճակի պատճառով պատահարներ էին լինում։ Կառավարության ֆինանսավորմամբ ճանապարհն ասֆալտապատվել է։ Մնացել է մի հատված, որտեղ աշխատանքները կավարտվեն միայն էլեկտրալարերն անցկացնելուց հետո։ Վարորդներն էլ իրենց շնորհակալությունն են հայտնել անվտանգ ճանապարհի համար։ Ճանապարհը նաև լայնացվել է, աշխատանքները կատարվել է մեծ դժվարությամբ։ Ճիշտ է, որոշ քաղաքացիներ բողոքում էին, ասում էին աշխատանքները դանդաղում է, սակայն հաշվի չէին առնում այն փաստը, որ աշխատանքները միայն չէին կատարվում այն ժամանակ, երբ եղանակը անձրևային էր, եղանակը ձյուն էր, իսկ այդ օրերին դժվար էր աշխատանքներ իրականացնելը։ Հիմա տեսնում եք, երթևեկությունը կա, տեսեք, բեռնատարը անգամ հանգիստ կարող է անցնել։ Առաջ երկու ավտոմեքենա հասցին մեծ դժվարությամբ էին անցնում։